Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Իրանուշ Պապյանն եմ, տաղավարում ինձ հետ է ողջ մնալու արվեստը ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։ Պարոն Վարդանով, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես պարոն Վարդանով նախորդային վարչապետի հայտարարությունը, որ հունվարի 1-ից ժամկետային զինծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի այլևս 1.5 տարի, մեծ աղմուկ է բարձրացրել, ինչ է կարծում սա իր մեջ ինչ որ ռիսկեր պարունակում է թե ոչ եւ ինչ հետևանքների այն կարող է առհասարակ հանգեցնել, համեցեք։ Ցանկացած օրենք, եթե չի ապահովում համապատասխան, ասենք, հողի վրա գործողություններով, ռիսկեր է իր մեջ, ասենք, պարունակում։ Ցանկացած օրենք։ Դա լինի, ասենք, օրենք, որ ծաղիկ քաղել չի կարելի քաղաքապետարանի դեմի գազոնից, դա լինի օրենք, որ երեխան չպիտի առանց խնամք մնա, ցանկացած օրենք բումերանգի պես կարա օրենք ընդունողին, փաստացի օրենքը ընդունում է պարլամենտը, կիրառում է ՊՆ-ն, բայց նաև ընդունում է ժողովուրդը եւ բումերանգի պես կարա հարվածի ճակատին, շատ տհաճ հետևանքներով։ Ինչը նկատի ունեմ։ Նայեք, մենք խոսում ենք հաճախ անգրագիտաբար, իմիջիայլոց պրոֆեսիոնալ բանակի մասին, խոսալով պայմանագրային բանակի մասին։ Անունը դնելով արհեստավարժ պրոֆեսիոնալ, դա շատ անգրագետ, ով դա ասում է անգրագետը, անկախ իր պաշտոնից, չգիտեմ, սպիտակ մորուսից, չգիտեմ, ինչից ուզում ալի, ուզում է դոշի մազերը, ասենք, խնայով ներկայացրնի, կապ չունի, դա անգրագետ, ռազմական գործից 0 հասկացողության, ասենք, միից բխած նախադասություն է, որովհետև պրոֆեսիոնալիզմը, արհեստավարժությունը, անկախ դրանից դու ոնց ես հավաքագրում քո զինված ուժերը, դա լինեն ժամկետային, դա լինի, ասենք, աշխարհազորային, միայն ՉՊ-ների ժամանակ, լինի պայմանագրային քո քաղաքացիներից, թե լինի վարձկան ցանկացածին, ոնց որ ասենք Իսպանիայում կամ Ֆրանսիայում ինաստրանի լեգիոններն են, անկախ դրանից, եթե դու իրանց չես պարապացնում նորմալ, չես վարժեցնում, ունակություններ իրանք չեն ձեռք բերում համապատասխան այդ դարաշրջանում անհրաժեշտ, դու չես ստանում պրոֆեսիոնալ բանակ, արհեստավարժ բանակ։ Եթե դու վարժեցնում ես, սովորացնում ես, իրենք լինում են պրոֆեսիոնալ։ Վերջապես հիշենք, որ Վիետնամում ոչ մի պարտություն չկրած, դա էլ ասենք շատերը չեն իմանում, մարտի դաշտում ոչ մի պարտություն չկրած ամերիկյան բանակը, ոնց որ նաև Աֆղանիստանում ոչ մի պարտություն չկրած սովետական բանակը, երկուսն էլ ժամկետային զինծառայողներից էին բաղկացած։ То есть հաղթանակի համար անհրաժեշտը ոչ թե կոմպլեկտացիայի ձևն է, այլ վարժելը, սովորացնելը, գրագետ ստորաբաժանումներ ունենալ, գրագետ զինվորներից բաղկացած։ Հիմա անդրադառնանք կոնկրետ բուն ձեր հարցին։ Հավատանք այն ստատիստիկային, որը որ հաճախ իրական ստատիստիկայի չի համապատասխանում, որ մեր մոտ ժամկետային զինծառայողների թիվը 60%-ա, 40% պայմանագրայիններն են։ Ինչքանով են իրանք երկուսն էլ պրոֆեսիոնալ, դա ուրիշ խնդիր է, դրան չանդրադառնանք ընդհանրապես։ Ուրեմն 60%-ը, եթե հավատանք շվեդական մի կառույցի, որը գնահատել է հայկական զինված ուժերը 50,000 հոգի, ուրեմն 60%-ը անում է 30,000, ճիշտ է։ 30,000-ից մենք պատրաստվում ենք 1/4-ից այս պահին հրաժարվենք, 7,500 մարդ դուրս է գալի։ 30,000-ի 1/4-ը դա 7,500 մարդն է։ 7,500 մարդը այդ ժամկետայիններից կես տարվա սովորելու մեջ է, ուսման process-ի մեջ է, երբ որ նոր է եկել զինվորական կառույց։ Նոր է եկել եւ ոչ մի բան չգիտի, պատիվ առնել անգամ չի սովորել, որովհետեւ զինկոմը
տարիքով մարդ էր, դպրոցում մի քիչ լկտիությունը տարածված է, տարիքը չեն հարգում, գիտելիքը չեն հարգում, կարճ ասած, ասենք ինքը ստիպված է սովորել ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ որ ՆԶՊ-ում սևը սպիտակի վրա գրած է նախնական զինվորական պատրաստության դասագրքում։ Ստացվում է, որ դու ունես ընդամենը 2 հատ 7,500 տարբեր, ասենք, ժամանակաշրջանում ներգրաված զինծառայողներ, 15,000 հոգի։ 15,000 հոգին այսօր Հայաստանի Հանրապետության սահմանի վրա բավարար ուժ են, հաշվի առնելով, ասենք, պայմանագրայինների մեծ ցանկություն չունենալը պայմանագրեր կնքելու։ Տարբեր գործոններով պայմանավորված աշխատավարձի ցածր լինել կամ ոչ բավարար։ Շատ սխալ կարծիք կա, որ աշխատավարձի պատճառով կգնան ծառայության, եթե բարձրացնես։ Միգուցե Մոնակոյում, պայում, որտեղ վտանգներ չկան, Լիխտենշտայնում շատ հնարավոր է, Շվեյցարիայում անգամ եթե հանգարց որոշեն գնան ծառայության, հնարավոր է, այնտեղ փողը դեր խաղա, ինչ-ինչ պատճառով, չնայած ոչ միտեղ, գրեթե ոչ միտեղ այդ փողը բավարար չի լինելու, որ կատակլիզմների ժամանակ, պատերազմական գործողությունների ժամանակ մարդը ռիսկի դիմի հանուն փողի։ Այդտենց երկիր չկա, որ այնքան փող տա, որ մարդը այդ փողի խաթր ռիսկի դիմի։ Պարոն Վարդանով, դուք ասում եք 15,000-ը բավարար չի լինի, իսկ 30,000-ը բավարար կլիներ Իհարկե ոչ, դրա համար 30,000 եւ պայմանագրայինների հետ միասին 50,000 զինված ուժերը, ով չի իմանում, դա էլ իմացեք, էլի ասենք, ուրեմն նրա համար չեն, որ հակառակորդի հետ պատերազմի մեջ մտնեն, պատերազմեն եւ հաղթեն։ Երկիր, որը որ ի վիճակի է պատերազմի համար անհրաժեշտ քանակ մարդկանց, քաղաքացիներին զենքի տակ պահել տարիներով, գոյություն չունի այս աշխարհում։ Բացի երևի Վատիկանից, որովհետև բացի շվեյցարական գվարդիայից ընդ ոչ մեկ զենք վերցնելու իրավունք չունի, որովհետև եկեղեցական է։ Այդ բանակը, գործող բանակը նախատեսված է պայքարել, պատերազմել, դիմակայել այնքան ժամանակ, մինչև պահեստազորը հավաքագրվի, ձևավորվեն վաշտեր, գումարտակներ, գնդեր, բրիգադաներ եւ դուրս գան առաջնագից։ Միայն դրա համար է։ Եթե դու այդ թիվը պակասացնում ես, դու օրերն ես կրճատում։ Եթե դու այս պահին ծառայողների թիվը կրճատում ես, դու կրճատում ես օրերը։ Ինչ օրերի հետ եմ։ 5 օր նախատեսված է սովետական դեռևս փաստաթղթերով ինտեգրման համար զինծառայող դառնա մոբիլիզացիայի դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը որ զինվորական ծառայություն ժամանակին անցել է, գիտի ինչ բան է, զենքը, վերադասը, հրաման ընդունելը, կատարելը, չկատարելու համար ինչ պատիժ է, այդ ամեն ինչը նա գիտի եւ 5 օր իրեն համարվում է բավարար, որ ինքը ինտեգրվի զինված ուժերի մեջ։ 5 օրից հետո 6-րդ օրը, ասենք մի օր հավաքագրումն է տեղի ունենում, 5 օր ներդաշնակումը, 1 օր էլ ասենք գնում է մարտի դաշտ, 7 օր։ Եթե 50,000-անոց զինված ուժը 7 օր այս պահին պահողա, 7,500 մենք պակասացնենք, ստացվում է արդեն 42,500-ը, քանի օր ի վիճակի լինի պահի։ Մեր պլանները ամբողջությամբ, ես շատ գրեհիկ ու կոպիտ եմ նկարագրում, բայց իրականությունը դա է, մեր ռազմական պլանները նախատեսված է այդ 5-ից 7 օր պահելը, մինչև գա համալրումը։ Այդ հիմա մի օրով, 2 օրով պակասելու է պահելու ունակությունը, առաջնագիծը։ Իսկ մենք ավելի վարժված, ավելի պատրաստված պահեստազորներ ունենք, 3 օրում եւ 4 օրում մարտի դաշտ դուրս եկող պահեստազոր ունենք։ Ինչ ենք արել, որ այդ օրը կրճատելու հնարավորություն ունենանք։ Ես հələ չեմ ասում դրա մասին, որ զինվորականի ծառայությունը շատ արդյունավետ դարձնելու համար պիտի դեռ դպրոցը նորմալ ՆԶՊ
առարկան մատուցի երեխային բանակում արդեն այդ երեխան գալով տղամարդ դառնալով երբ որ երթում ա տալի դրանից հետո ավելի արդյունավետ պիտի այդ կես տարին անցնի եւ 1.5 տարի գնում է ոնց որ ասած ադդաչան այդ դպրոցում եւ առաջի կես տարի ծառայելու ընթացքում ստացած գիտելիքների համապատասխան միջև այդ պայմանական իր ուսման վրա միայն փող ա ծախսվել հիմա գալիս է ադդաչայի ժամանակը Պարոն Վարդանով, այսինքն մենք ունենք այսպես բոլոր լեգիտիմ հիմքերը կասկածելու այս ծրագրի ուրեմն արդյունավետության վրա, ել չասեմ ռիսկ այս պահին։ Այո, այս պահին, որովհետև չկան անհրաժեշտ գործողությունները, որոնք այս օրենքը կդարձնեն անվնաս, հələ օգտակար։ Այ ոնց որ մի քիչ առաջ ամենասկզբում ասում էի, անգամ ամենը լավ օրենքը, որ չպիտի երեխան առանց խնամքի մնա, եթե դու այդ օրենքը ընդունես եւ համապատասխան դրանից առաջ գործողություններ առաջ չլինես, հասարակության հետ աշխատած չլինես, որ ամոթ է երեխային, ասենք, բանը առանց խնամք թողելը, ամոթ է երեխային նորմալ կրթություն չտալը, ամոթ է չկերակրելը, ամոթ է կեղտոտ շորերով դուրս հանելը, որը ասենք ոչիլի համար շատ գրավիչ է եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ գործողությունները եթե դու չես անում, ընդամենը այդ օրենքն ես ընդունում, այդ օրենքի չարաշահումները եւ անտեսումները, որ գումարում ես, ավելի մեծ ասենք մենք խնդիրներ ենք ունենալու, քան եթե այդ օրենքը չընդունենք, թողենք այն օրենքները, որոնք կային, երեխային բանը նորմալ ծնողները չհետևելու, ասենք, ինչ հետևանքներ կարան ունենան եւ ավանդույթների վրա հասարակության ամոթի մեծ ազդեցության վրա թողես ավելի լավ կլինի, քան նման ձևով յուվենալ, ասենք, բանը արդարադատություն ընդունես, հետնել չապահովեց ոչ մի բան, որ ինքը լինի օգտակար։ Պարոն Վարդանով, տեսեք, վարչապետը հայտարարում է 1 տարի եւ 7 ամիս կրակոց չկա, խաղաղությունը հաստատված է, եւ սա Հայաստանի իշխանությունը պարբերաբար է ուրեմն հայտարարում տարբեր իշխանականների մակարդակում։ Այս քայլերը գուցե բխում են հենց այդ տրամաբանությունից, որ Հայաստանը այլևս խաղաղություն է թևակողել, այլևս մտահոգվելու ուրեմն խնդիր չկա, ուր որ է կկնքվի այդ խաղաղության պայմանագիրը, այս տրամաբանությունից ելնելով Իհարկե, իրանք հիմք ունեն, ասենք, նման բան մտածելու, բայց մեր կառավարությունը կարող է մի քիչ ավելի հեռուն պիտի նայի, քան տեղյուղի բնակիչը։ Հնարավոր է ինքը պիտի մի քիչ մի 3 օր առաջ նայի, քան ասենք տեղի բնակիչը նայում է, ասում է աշնանացան, գարնանացան, մաքսիմում մի տարի է պլանավորում։ Կարող է մեր կառավարությունը մի քիչ ավելի հեռու պիտի նաև նայի աշխարհագրորեն։ Օրինակ տեղի բնակիչը նայում է, ասում է, այս տարածքում ես պիտի ցանեմ խոսքի այսինչ ժամանակում։ Այսինչ տարածքում, այսինչ ժամանակում։ Կարող է մեր կառավարությունը պիտի այդ տեղի բանը հողամասից մի քիչ հեռու նայի։ Կարող է պիտի նայի, որ Իսրայելը եւ Իրանը իրար հետ լուրջ հակամարտության մեջ են, շատ լուրջ, կարող է պիտի ինքը հաշվի առնի, որ Իսրայելի ոնց որ ասած, համարյա դաշնակից, ռազմական դաշնակից կարելի ասել, նաև Բաքվի հանրապետությունն է, հիշենք, ասենք, Իսրայելի զենք զինամթերքը ոնց էր աշխատում մեր դեմ եւ քանի կյանք է խլել, եւ պետք չի մոռանալ, որ այդ կյանքերը խլելուց միայն զենքը չի խլել Իսրայելի կողմից, այլ նաեւ եղել են Իսրայելի խորհրդականներ, Իսրայելի օպերատորներ, որոշ համակարգերի վրա նստած, հիշենք էդի։ Եվ ինքը իր պարտքը Բաքվի հանրապետությունը նկատի ունեմ, իր պարտքը դաշնակցին տալու համար որոշ գործողությունների կարող է գնալ, նույնիսկ մեր նկատմամբ շատ բարի տրամադրված, ասենք, Բաքվի խանը։ Շատ մի ուրիշ ձևի, դե շատ ջերմ են իրար բարև տալի, հնարավոր է իրանց մեջ այնքան ջերմ է, իսկ ժողովուրդների մեջ ջերմ է, այդ զինվորը, որը որ ընդամենը 2 տարի առաջ, ասենք, 2-3 տարի առաջ կնոջը խոշտանգել է, ինքը էլ չի անի, որովհետև սրանից հետո հայն ու թուրքը իրար հետ եղբայր են, հա, այն մյուս կնոջը
բռնաբարելով, թե առանց։ Դուք հասկանում եք, մենք վտանգները գնահատելու շնորհք ունենք, ցանկացածս։ Մեկը մի քիչ շատ ինֆորմացիա ունի ու կարում է մի քիչ ավելի հեռուն նայ։ Հիմա մեր կառավարությունը հաշվի առել են վտանգները, որից ինքը տեղյակ է, ես չէ։ Ինքը այդ վտանգները հաշվի է առել։ Հաշվի առնված են բանը, որ մերձավոր արևելքը ցանկացած պահի կարա տրակի։ Ցանկացած պահի։ Ինչ որ մարդ կա, որը որ լուրջ խնդիրներ չունի հոգեբուժարանում, մշտական գրանցված չի եւ հավատում է, որ Տրամպի խոսքին համապատասխան Խամասը եւ Իսրայելը իրար վրա չեն կրակի, հա։ Ինչ որ մեկը կա, ով հոգեբուժարանում գրանցված չի ու կարծում է, որ մեր հակասությունները թուրքերի հետ ավելի քիչ են, քան հրեաների եւ արաբների, հա։ Ես ուղղակի զարմանում եմ, էլի արաբները եթե նույնիսկ դաժանություններ անում էին, այն դաժանություններով աշկի չեն ընկել, ոնց որ թուրքերն են արել։ Դաժան են, հա, դե մի քիչ բանը մուսուլմանական կրոնի մեջ չկա անմիջապես բան, որ գյաուրին սպանիր, բայց ասենք ամեն ինչ արա, նաև զենքը ձեռքի իսլամատան արելով եւ կան օտար կրոնի մարդիկ, ովքեր որ պիտի մուծվեն, եթե չեն մուծվում, ուրեմն պետք է պատժվեն զիմմիները, то есть բոլոր ոչ մուսուլմանները։ Այդ ամեն ինչը շատ հաճախ բանա դառնում է հիմք բավականին դաժան պահվածքի համար։ Եվ թուրքը բացի դրանից, որ ասենք նաև կրոնական թևեր ունի մեջքի հետևը խփած, ինքը նաև խնդիր ունի օկուպացված Հայաստանի կադաստրային թուղթը ունեցող հայ ժողովուրդը ոչնչացնի։ Հիմա ինքը այդ ցանկություններ էլ չունի, թե ամեն զինվորի հետևը կանգնածա լինելու մեր բոլորիս բարեկամ Իլհամ Ալիևը, ամեն զինվորի հետև կայնած առնելու, ասելու, չէ, ես երեխու վրա չկրակես, չէ, ես կնոջը մի խոշտանգի, չէ, ես տղամարդը հանձնվել է, ասենք, մի շարեք իրանց պպզացրեք եւ գնդակը արեք, իրանք հանձնվել են, հա։ Ես հենց այս ստուդիայում մի անգամ սրանից մի քանի տարի առաջ ասել եմ, որ պատերազմը մեր մեջ հակասությունները այնքան խորն են, մենակ թուրքերի մեջ չի, որ ասենք երեխան որոշակի, ասենք, հակահայկականություն անում։ Հիշենք մեր մանուկների, ասենք, փուճուր երեխաների երգերը, թուրքերի եսիմ ինչը եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը փոքրուց մեր եւ իրանց մեջ ներծծված է։ Ինչ քայլեր է արված, որ զինծառայողը դաժանություն չանի։ Իսկ պատերազմը ցանկացած պահի կարա սկսի ոչ թե Բաքվի խանի հրամանով, այլ բանը դիրքի հրամանատարի, սերժանտի հրամանով ինքը մտնի մարտի մեջ, կողքի դիրքերը ներգրավվեն ու տենց տարածվի։ Քանի օր է իրար վրա ինչ ասես լցում են Պակիստանն ու ասենք Աֆղանստանը, եղբայրական սուննի ժողովուրդները, պատճառը մի դիրքում փոխհրաձգություններ։ Կարա մեր մոտ նման բան լինի։ Իհարկե կարա, ու մենք այդ պարագայում դեռ ոնց ձեզ ասեմ, այս օրենքը մի 10 տարի, 20 տարի հետո շատ նորմալ կլինի։ Ես կարծում եմ նույնիսկ մի տարի կարելի է դարձնել, որոշ, ասենք, անհրաժեշտ գործողությունները անելուց հետո, այդ թվում նաև Բաքվում արմենաֆոբիան, հայացածությունը իրանց մեջից կամաց պիտի դուրս հանվի ու դուրս հանվի ոչ միայն պետական, այլ նաև կենցաղային մակարդակում։ Մեր մեջ էլ, ասենք, որոշ գործողություններ պիտի արվի, բայց քանի դա չի արվել, քանի թուրքը, ասենք, բյուջետը իր ռազմական մեծացնում է, զինվորական ստորաբաժանումները մշտապես, ասենք, շատացվում են եւ մարզվում են, մշտապես իր ավակ եղբոր հետ միասին եւ այլն եւ այլն։ Մենք իրավունք ունենք, զենքը վայր դնենք, թաթիկները բարձրացնենք, ծնկի կանգնենք, հա, չունենք։ Անկամ երբ որ ես ասում եմ, որ մեր զինված ուժերը պարտվել են այդ բախման մեջ, ոչ թե պատերազմում, պատերազմը 89 թվից գնում է ու տարբեր ձևի հաշիվներ առնում, ոնց որ ֆուտբոլը, մեկն է դարպաս մեջ, ասենք, գնդակ մտնում մեկ մյուսը, այնց չի, որ մենք պարտվել ենք ու վերջ խաղը պրծավ, խաղը շարունակվում է, եւ այս պարագայում զինաթափվելու գործողություն միայն կարելի է բացատրել, որ դա պրեսի տակ է արվում,
ես չեմ կարծում, որ ինքնասպանա մեր ղեկավարությունը պրես է արվում։ Արտաքին խաղացողների կողմից ստիպում են, իսկ արտաքին քաղաքական գործիչները, պետությունները, ուժերը, որոնք որ ստիպում են, իրանք չեն կարող ամբողջությամբ Հայաստանը պահեն կոնտրոլի տակ։ Որոշակի հակաքայլեր է պետք անել։ Հակաքայլերը դա նորմալ ռեզերվ պարապացնելն է, նորմալ պահեստազոր ունենալը, ամեն տարի 150-250 հազար մարդ պիտի 10-15 օրով, ասենք, հրավիրվի ուսումնական process-ի եւ հերթի տակ որ նայում ես, դա ընդամենը մեր զինված ուժերը մի 10,000 հոգի է շատացնելու, ոչ ավել։ 10,000 իրար փոխարինելով, այտենց բոլոր աշխարհազորը, պահեստազորը պիտի անցնի զինված ուժերով Բայց տեսնում ենք անգամ վարժական հավաքների հետ կապված լրջագույն խնդիրներ կան, անդադար օրենսգրքը փոխում են, խստացնում են տուրքեր եւ այլն սահմանում են, չկա ցանկություն, ներգրավվածություն կամ պատասխանատվություն մասնակցելու, որովհետեւ դրա համար էլ անհրաժեշտ պայմաններ չկան, պարոն Վարդանով։ Դա եմ ասում, պիտի ստեղծվի այդ պայմանները, բացի օրենսդրական, ասենք, նախաձեռնություններից եւ ընդունված օրենքներից, բացի դրանից պիտի ասենք անվտանգության հետ կապված հավաքվեն քայլող կուսակցությունը, оппозиցիոն, ասենք պարլամենտի կուսակցությունները, պարլամենտից դուրս, ասենք վարչապետին աջակցող ուժերը, դեմ խոսացող եւ քայլեր անող ուժերը, պիտի հավաքվեն իրար հետ, առանց իրար վրա հաչալու, առանց մեր ականջները, ասենք, աղբով լցնելու եւ ստորացնելու մեզ լսողներիս իրենց անպարկեշտ պահվածքի, ասենք, պատճառով իրանք իրար հետ պիտի անվտանգության հետ կապված գան ընդհանուրի։ Դա պետք է լինի կոնսենսուսի միջոցով ընդունված պայմանավորվածություն, որ ինչն է մեր ազգային շահերը։ Դուք կարծում եք ինչ որ հարցի շուրջ հնարավոր է այդ նշած ընդդիմությունը, իշխանությունը ուրեմն կան ընդհանուր հայտարարի, որովհետև մենք տեսնում ենք, որ այս օրերին գնալով էլ ավելի է սեղմվում օղակը նրանց միջև է։ Հələ թող ինձ նշանակեն, ասենք ինչ որ պարլամենտի մանդատային, եսիմի ինչ, sense մի հատ վերստուգող կամ դատախազի գլխավոր դատախազ հələ թող ինձ նշանակեն, տեսեք ոնց եմ աչ ու ձախ բոլորին սիլլա տալու, ով մյուսին չի լսում։ Ոչ թե մի կողմին եմ սիլլա տալու, որը որ նշանակում է դատախազությունը դե պետք է օրենքի կողմից լինի, չէ՞։ Բոլորին սիլլա տալով բան կանեմ, անկախ դրանից ինչ պաշտոնա զբաղացնում, թեկուզ ամենավերևը, անպարկեշտ վերաբերմունք սիլլա, տուգանքի տեսքով, 10 օր, ասենք, հանրային աշխատանքների տեսքով, բան, չգիտեմ, հայհոյանքից բացի ինչ որ բաներ անում, պրիզիվներ անում։ Դա զսպաշապիկ կլիներ, կարծում եք։ Բա դատախազությունից լավ զսպաշապիկ, ցանկացած, ասենք, բան, քննիչ, ցանկացած, կարճ ասած, միջև դատարան, դատախազն է գլխավորը։ Հետո դատավորն է դառնում։ Դատավորներին իրական անկախություն է պետք տալ, ոչ թե իրանց պատուհաններից բրթել գցել ու ասենք, ով բանը չի ուզում այդ ճակատագրին արժանանալ, այդ դատավորների հետ աշխատել։ Նախ դատավորների հետ աշխատել պետք չի, դատավորը պիտի անկախ լինի, իրական անկախ լինի։ Բայց դատախազությունն էլ պիտի անկախ լինի։ Դատախազությունը ոչ մի դեպքում, ասենք, չպետք է նշանակվի իշխող ուժից։ Կարճ ասած, պիտի նորմալ երկիր կառուցենք։ Իսկ դրա համար, ասում եմ, ես լավագույն դատախազության, ասենք, տեխնացուներից մեկը կլինեմ։ Ճիշտ է, ես, ասենք, իրավաբանական ֆակուլտետը չավարտեցի պատերազմի պատճառով, բայց քիչ թե շատ օրենքներ գիտեմ, շատ արագ խելքի կբերեմ, անձնակազմը կունենալով այնքան սիլա աչ ու ձախ կբաժանեմ, կտենաք, որ կվախենան դրանից հետո այդ ձևի իրար չլսելու պատճառով, ասենք, մեր երկիրը տանեն դեպի անդունդը։ Պարոն Վարդանով, տեսեք, մեզնից մեր բնակչությունից ավելի քան 3 անգամ ավել բնակչություն ունեցող ու ռազմական կարողություններով իսրայելական բանակը ծառայություն թողնում է 3 տարի։ Մենք կրճատում ենք։ Խելացի են։ 3 տարին էլ շատ չէր ձեր գնահատմամբ։ Ոչ։ Ոչ։ Հաշվի առնելով այն վտանգները, որ կա, իդենտիկ մեր վտանգների հետ,
Խելացի ժողովուրդ են, խելացի Մենք անդադ խոսել կառավարություն։ ենք իսրայելական բանակի մոդելի մեզ մոտ կիրառելու հնարավորության մասին, բայց փաստորեն հենց այս հարցում Խելացի են, ասենց ասեմ։ Խելք ունեն, հիմար չեն, վտանգները ռեալ են գնահատում, անկախ դրանից Եգիպտոսի հետ պայմանագիր էին կնքել, Հորդանանի հետ պայմանագիր էին կնքել, 80 կարծեմ 2 թվի Մենախեմ Բեգին վարչապետի ժամանակ առեսօր պահվում է, իրանք տեսնում են վտանգները, համապատասխան իրանք խելացի են պահում, ու երբ որ ասենք կրիզիսը եղավ, 23 թվականի հոկտեմբերի 7-ի 170,000 Իսրայելից դուրս գտնված ռեզերվիստներ իրենց փողերով, ինքնաթիռներով վերադարձան, ասենք, Տել Ավիվ։ 170,000 հոգի, հələ բաժանենք 3-ի, 44 օրյայի ժամանակ 55,000 մարդ եկավ դրսում ապրող հայերից, որ պատերազմից գնա, հա? Դա խոսում է միայն ու միայն խելքի մասին, այն որ իրանք հասկանում են, որ կա ազգային շահ, կա ազգային անվտանգության խնդիր եւ իրար վրա երբ որ հաչում են, ուրիշ խնդիրների վրա են հաչում։ Մերոնք հաչում են, ասենք, ցանկացած խնդրով, կապ չունի, լավն է, վատն է ու անպայման այնտեղ չափերը անցնելով։ Ես դրա համար եմ հաչում ասում, որովհետեւ ես ստիպված, քանի որ ղեկավարում եմ կառույց, որը որ քիչ թե շատ պետք է օրենքից տեղյակ լինի եւ ոչ մի դեպքում օրենքի սահմաններից դուրս չգա, ես ստիպված լսում եմ պարլամենտը, իմ ականջները թառամում է հաճախ։ Ես այդտեղ բոլորին ժիմ դիրքի մեջ կդնեի ու միջև 1000-ած ժիմ չանային կամ սատկեին քրտինքից, բանից, չի հանի այդ դիրքից, լուրջ եմ ասում։ Ոնց կարելի է այդքան անպարկեշտ լինել։ Մեկը մյուսի նկատմամբ, կնոջ նկատմամբ, երկրի, ասենք, սիմվոլների նկատմամբ, որտեղ երկրի սիմվոլը Հայաստանի Հանրապետության ղեկավարը, ամենայն հայոց կաթողիկոսը, ոչ թե Հայաստանի կաթողիկոսը, հին ֆեոդալական տիտղոսը։ Հիմա մենք ընդհանրապես մեր արմատներից կդրվելու ցանկության անգամ բան եթե ունենք, դա չի նշանակում, որ դա ազգային կոնսենսուսի տակ է, չի կարելի նման վերաբերմունք, չի կարելի։ Պարոն Վարդանով, քանի որ խոսեցիք Ադրբեջանի պաշտպանության հատկացնող բյուջեի ավելացման մասին, վերջերս հենց նրանք, պաշտոնապես հայտարարեցին, որ մտադիր են կրճատել մինչև 30 թվականը պաշտպանության ու ազգային անվտանգության վրա բյուջետային ծախսերը, կրճատելով մինչև 7.9 միլիարդ մանաթ եւ նպատակներով, այս նպատակներով ծախսերը 26 թվականին նախատեսվում են 8.7 միլիարդ մանաթ։ Ըստ էության Ադրբեջանի այս պաշտոնական դրահոսին հետևելով նույնպես բարձր է դառնում, որ նրանք էլ գնալով կրճատում են իրենց ծախսերը նպատակը։ Չկա այդպես բան։ Ինքը ասում է, ես չեմ կրճատի իմ ծախսերը, այս տարի որոշ զենքի տեսակներ ունեմ գնելու, բայց մյուս տարի չեմ կրճատելու իմ ծախսերը։ Դա է ասում։ Մենք ի վիճակի չենք, ասենք, այդ ծախսերը հոգալ։ Հնարավոր է ի վիճակի չենք։ Կարող է իմաստ ունի նաև դրա պատճառով հավաքել բոլոր ուժերը, բոլոր, ով քաղաքական հավակնություններ ունի, անգամ ու հետևից ընդամենը մենակ իր ընտանիքն է, ասենք, իրան հնարավոր ձայն տվող էլեկտորատի մասը, որ իրան ձայնա տալու, միայն իր ընտանիքն է կամ ասենք դասարանցիները, անգամ իրանց հավաքել է պետք եւ ընդհանուրի է պետք է։ Այն վտանգները, որ մեր արժեվ, ասենք, կանգնած են, ու ունես չէ՞ որ հեռու է, անգամ տեղի բնակիչը, որ ես ասում եի, ինքը եղանակի հետ կապված վտանգներից բացի նաև տեսնում է ուրիշ վտանգներ, էլի։ Ինքը դա տեսնում է։ Ոնց կարելի է Երևանում գտնվել, ունենալով ավելի մեծ աշխարհայաց եւ չգնահատել այդ վտանգները։ Ոնց կարելի է չտեսնել այդ վտանգները։ Ես համոզված եմ, որ նման բան եթե լինի, լայն sense մի հատ հավաք լինի, որտեղ որ ելի եմ ասում, ցանկացած վայրահաչոցի դեպքում տուժ, տուգանք, գումարային, փակելով, անկախ պաշտոնից ու կապ չունի, եթե քեզ անպատվել են, զուսպեղի մի պատասխանի, որ ինքը նստի դու չէ, ինքը տուգանվի դու չէ, անկախ պաշտոնից, անձեռնամխելիությունից այդտենց մի հատ հավաք ապրեն, եւ այդ հավաքում պիտի գան կոնսենսուսի,
որ կան վտանգներ։ Մի տարի առաջ ընդունել ենք թղթի վրա ոչ մի քայլ չենք արել, համապարփակ անվտանգության վերաբերյալ, ասենք, որոշում կա։ Ազգ բանակ, եթե ավելի հասկանալի ասեմ, բայց ոչ մի բան չենք անում։ Եկեք հասկանանք, դա խելամիտ բան է, որ մենք ընդունել ենք, չենք անում, որովհետև մեզ թանկ է թվում։ Եկեք իրար հետ որոշենք, որ դա ենք անելու, անկախ դրանից պլիտկեն ոնց է դրված, դրա համար թաղապետը փոխվեց, որովհետև լավ բանը հալալ բան չի արել, պլիտկեն չի դրել, ասֆալտի փոխարեն փողակերել, եսի ինչ արել, թող էթա նստի կամ գոնե ասենք պաշտոնա զրկվի մյուս ընտրությունների արդյունքում, անկախ դրանից, որ այնտեղ չգիտեմ ինչ ֆոնդ յուրացրել փողերը, թող մանգան գտնեն, ապացուցեն, նստացնեն, չեն նստացնում, համապատասխան հոգեբանական պատիժ կրեն, ասենք այդ դրան աջակիցները, Արցախի կորուստը, որը որ միանշանակ, ասենք, պիտի ոնց որ ասած, հիշում եք մեր երկրի ղեկավարը ինչ էր ասում, ես եմ մեղավորը, բայց բանա ես եմ պատասխանատուն, բայց ես եմ մեղավորը։ Ինքը ճիշտ հարց էր բարձրացնում, բայց պատասխաններ չտեսանք, էլի։ Տեսեք, օրինակ բանակը մեր երկար տարիներ եղել է փակ կառույց։ Հիմա այս առումով մենք արել ենք քայլեր, որ այն դառնա ավելի բաց կառույց, պարոն Վարդանով հատկապես կոռուպցիան, հովանավորչությունը, որը եղել են բանակում եւ որը նաեւ եղել է 44-օրյա պատերազմի պարտության պատճառներից մեկը, մենք կարողացել ենք այս առումով գոնե բանակի մեջքը այս առումով գոնե շտկած լինել, թե ոչ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ուզում եք ասել նույնքիպ շարունակվում են այդ կոռուպցիան, հովանավորչությունը, ուրիշ ձև է բազմաթիվ այլ հորի երևույթներ գիտեք, որ ուրիշ ձև է գնում, ասենք կամ նույն ձև է գնում որոշ երևույթներ, եթե ուրիշ ձևեր չկա։ Ասենք բանը շեֆ ասող մարդկանց, ասենք, առաջ քաշելը, շեֆ ջան։ Դա ստանդարտ երևույթը, այն ով որ լավ շողոքորթում է, ով 4 թշի տեղը գիտի եւ համբուրելու ձևերը գիտի, ինքը մի քիչ ավելի առաջ է այդում, քան այն ով որ մի քիչ ավելի զուսպ է։ Դա նորմալ է։ Դուք շատ ճիշտ ասեցիք, որ այդ երևույթները, կոռուպցիոն երևույթները, իրանք պատճառներից մեկն են։ Իրանք գլխավորը չեն միանշանակ, իրանք պատճառներից 44 օրյա։ Այո, մեր պարտության, ասենք, ոչ միայն 44 օրյա, 13 թվականից մենք սկսել ենք մեր պարտությունները, երբ որ արդեն դիվերսիոն, այսպես ասած, պատերազմ, սնայպերական պատերազմ, ապրիլյան պատերազմ, 44 օրյա պատերազմ, Սև լճի պատերազմ, Ջերմուկի պատերազմ, Արցախի պատերազմ, այդ բոլորը պարտությունների մասին է խոսքը։ Ու այդ պարտությունները ունեն շատ կոնկրետ, ասենք, մեղավորներ։ Շատ կոնկրետ։ Կարելի է ընտրել այս ճանապարհը, այս բանը դիրքերը թողը հետ էս քաշվե, դատվեցիր, այս դիրքերը թողել ես արդյունքում շրջանաբանը գնդակարել, բայց կարելի է գնալ ուրիշ ճանապարհով։ Հասկանալ որն է պատճառները եւ այդ պատճառները շտկել։ Երբ որ մեկից մի բան պահանջում ես, պիտի ապահովես իրեն այդ բանը կատարելու հնարավորությունը, երբ որ ինքը այդ հնարավորությունը չի ունենում է եւ չի կատարում, այդ վաղ նոր պատժիչ համակարգն է աշխատում։ Լոյալությունով, ասենք, զորամասի հրամանատարներ նշանակելը դա մշտական երևույթ է։ Ես հիշում եմ, ոնց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպեցնազը փակվեց։ Երևի շատերը չգիտեն դրա մասին, բայց փակվեց, երբ որ երկրորդ նախագահային փոխարինեց երրորդը, որովհետև երկրորդ նախագահի նախկին անվտանգության պետի տեղակալներից մեկն էր, այդտեղ այդ վարչության պետ նշանակվել, ու որպեսզի իրան փոխի, ամբողջ սպեցնազը փակվեց։ Իսկ դա բազմիցս, ասենք, որտեղ պետքա բարձրաձայնել է, մի երկու անգամ էլ արդեն ստիպված ոնց կարելի է, հազիվ վերականգնեցին, իհարկե ես շատ պերֆեկցիոնիստ եմ, արդյունքում դուրս չի գալի, այն ինչ որ վերականգնել են, հետնել հնությունով շատ չեմ տարված, էլի, որ ինչ հիններ դա լավն էր, իհարկե ոչ, ընդեղ էլ իր թերությունները կար, բայց այն ինչ որ վերականգնել են, դա շատ փոքրիկ ստվեր է, դրա ինչ որ եղել է։ Մենք ճիշտ է, չպետք է սպեցնազի երկիր լինենք։ Մենք սպեցնազների երկիր պետք է լինենք։ Մեր մոտ ցանկացած զինվորական պետք է սպեցնազ լինի, ցանկացած։ Այդ
1.5 թե 2 տարի ծառայողը ցանկացածը պետք է սպեսնազր լինի, то есть պետք է լինի արհեստավար, ժամկետային, պայմանագրային, չգիտեմ, կամավոր Սփյուռքից եկած կամ ստեղ վատառողջ մարդ, որը կամավոր գրվել է, բոլորը պետք է պրոֆեսիոնալ լինեն, то есть վարժված, պարապած, հրամանատարներից էլ այդ վաղ կարաս պահանջես, որտեվ լավ մարդկային, ասենք, բան ենք տվել քեզ, մատերիալ ենք տվել, որ այդ շենքը կառուցես, Տաջ Մահալ սարքես։ Այս ո՞նց է քո մոտ ստացվել, ասենք, կոնդի փլատակ։ Այդ վաղ արդեն թաթերին էլ ես տալի, գլխին էլ ես տալի, կարաս փագես, գնդակահարես, կախես, ինչ ասես անես։ Եթե ամփոփենք ու գանք մեր զրույցի սկզբին եւ 2 տարվա փոխարեն 1.5 տարվա այս փոփոխությունները ժամկետային զինծառայողների, պարոն Վարդանով, ապա դուք այո կողմ եք, բայց այն պետք է լիներ ոչ թե հիմա, այլ 15-20 տարի հետո։ Եթե մի 5 տարի առաջ սկսեին անել այն ինչ որ ես ասում եմ, ՆԶՊ-ն ռեալ առարկա դարձնեին, ռեալ առարկա, որ հայոց լեզվից մաթեմատիկայից ավելի լավ ուսումնասիրվեր, ատեստատը ընդհանրապես չտային, եթե ՆԶՊ-ն, ասենք, մարդը չի հանձնում նորմալ, ոչ թե դասատուին, այլ նորմալ հանձնաժողովին, դա եթե նորմալ զինվորական պատրաստություն, ռեզերվիստների մշտական զբորեր 150-ից 250 հազար մարդ տարեկան մասնակից, դա նշանակում է ամսեկան 5-ից 10 հազար հոգի ընդամենը, ես միշտ տիպ չեմ ասում, այդ ամեն ինչը եթե արվեր, համապատասխան լոգիստիկ խնդիրներ լուծվեր, պահեստները ցրվեր ոնց որ պետք է, կրակակետերը ցրվեր ոնց որ պետք է եւ հնարավորություն ստանայր այդ պարագայում 3 օրում հավաքագրել արդեն պարապած ստորաբաժանման մեջ ընդգրկված մշտապես նույն կազմով ամեն տարի հավաքներին մասնակցած պարապած ռեզերվիստներ ունենայր, ոչ թե 5 կամ 7 օրում գայր հասներ առաջնագից գործող բանակին օգնելու, այլ 3 օրում միանշանակ կողմ կլինեի, իհարկե, նույնիսկ կարող է մի տարվա ծառայության կողմնակից լինեմ։ Բայց այս պահին, երբ որ դու ոչ մի բան չես անում, ընդհանրապես փող ես տան տեսում, որպեսզի հետո թուրքը գա ավելի հարուստ ավարտ անի ստեղից, ես այնքան էլ կողմնակից չեմ դրան, նույնիսկ կասեմ դեմ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանով։ Առաջինի տաղավարում զրուցում էի ողջ մնալու արվեստը ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ։ Կհանդիպենք։